բոլոր վտանգավոր գրակոչները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Պաշտպանության նախարարն ուղիղ չի պատասխանում հարցին, գիշերը Գեղարքունիքի սոտքի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ եղել են։ Չնայած այս մասին սոցցանցերում հրապարակումներին նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում միայն շեշտեց, թե ռազմական գերատեսչությունը տեղեկություններ է տրամադրում վտանգավոր կրակոցների մասին։ Նախարարն այսօր խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի մասին զեկույցը։ Խլացնում ենք բոլորից, բացի նախարարից։ Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հումանիտար խնդիրների լուծմամբ, ապա պետք է ապահովի ադրբեջանցի փախստականների ապահով ու արժանապատիվ վերադարձը Հայաստան, հայտարարել է պաշտոնական Բաքուն։ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ապասառեցումը երկար ժամանակ կխլի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, պնդելով, թե ներկա վիճակը չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։ Разморозка требует времени. Հայաստանի կառավարությունն այսօր հումանիտար օգնության առաջին խմբաքանակն է ուղարկել Սիրիա։ Այդ նպատակով 10 օրով բացվել է հայ-թուրքական ցամաքային սահմանի Մարգարայի անցակետը, որը փակ է 90-ականներից։